Իսկ հիմա օրվա սպասված լուրին անցնեմ։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Շնորհանդեսի ընթացքում հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Սահմանադրագետները բացատրել են, թե ինչպես Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետի թեկնածու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա երկքաղաքացի է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների 3 ռեժիմներ, նախ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, կան գլուխներ եւ հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, եւ երրորդը փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի ազգային ժողովի կողմից։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության ազգային ժողովում եւ այն պետք է հավաքի падգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայները։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխությամբ։ Ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է ազգային ժողովում, ազգային ժողովի քվեարկությամբ եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ինչ ընտրություն է լինելու հունիսի 7-ին։ Ուժեղ, տնտեսապես անկախ ու անվախ Հայաստան ունենալու համար են քաղաքացիները միանում ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Հայաստանի տարբեր մարզերից եկած մարդիկ վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանն է ի զորու մեր երկիրը հանել այս ծանր վիճակից ու դարձնել Ուժեղ Հայաստան։ Ինչու է միանում մեր շարժմանը միայն մի նպատակով, որ մենք երկիրը այս վիճակից հանենք, այս խայտարակ վիճակից, որի մեջ մեզ մտցրել է այդ ՔՊ կոչվածը իրենց այդ թշվառ առաջնորդի հետ միասին։ Սամվել Կարապետյանի շանսերն ավելի մեծ է, որտեղ ինքը ուժեղ առաջնորդ է, ինքը ժողովրդի մասին մտածող մարդ է։ Որպեսզի փրկվենք փոքր խմբակից եւ վստահելով Սամվել Կարապետյանի ուժերին, լավ ճանաչելով իր կենսագրությունը, իմանալով դրա համար։ Հիմնական նպատակն է ունենալ Ուժեղ Հայաստան, ինչու ենք ընտրել Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը բոլորիս հայտնի բարեգործ է, աշխատել է միշտ արտասահմանում եւ մեծ ներդրումներ արել Հայաստանում։ Սամվել Կարապետյանը ունի տնտեսություն, ունի ղեկավարման փորձ, մենք վերցնելու ենք այդ փորձը եւ կիրառել ենք Հայաստան Հանրապետությունում, ունենալու ենք մենք Ուժեղ Հայաստան։ Ներկայիս իշխանությանը ոչ մի ձև չենք ուզում ունենա։ Հասարակությունը առաջնային խնդիր է համարում ազգի միասնության վերականգնումը։ Վստահ են, որ Սամվել Կարապետյանը կվերականգնի դա։ Առաջինը այս ժողովրդի միավորումն է։ Ես այդպես եմ կարծում, իրենք էլ են կարծում, Հայաստանն էլ է դա կարծում, որ մենք պետք է բոլորս միասին պայքարենք մեր հողի, մեր ջրի համար։ Մենք ունենք հայրենիք եւ չունենք ոչ մեկին տալու։ Հայրենիքի տերը այս ժողովուրդն է։ Առաջին հերթին Նիկոլին հեռացնենք, հետո մնացած հարցեր ինձ թվում է կլուծի անպայման։ Ժողովուրդը պետք է միախմբվեն, որ թուրքը վախենա։ Ամենակարևոր խնդիրը տնտեսական հարցերն են, իր 5 կետերն են, եւ երկրորդը կրթություն, առողջապահություն, բոլոր գլխավոր կետերը, որ ուզում են հիմա մեր ժողովրդին։ Մենք մութ ու ցուրտ տարիներ ենք տեսել, նեղ օրեր ենք տեսել 90-ականների սկզբներին, մութ, ցուրտ ոչ մի բան չկար, ուտելիք չկար, ոչինչ չկար, բայց պատերազմ հաղթեցինք։ Իսկ այս շեն երկրի ամեն ինչը կար, այդպեսի խայտարակ պարտությունը մի հատ էլ հպարտանում են պարտությունով ու չեմ տեսնում, որ մարդիկ առանձնապես մտահոգված են Ղարաբաղի կորուստով, այդ քանակի փախստականներով Ղարաբաղցիքին, նույնիսկ անընդհատ սերմանվում է այդ մարդկանց հանդեպ այսպես կոչված ոչ բարեհաշկան վերաբերմունք։ Սա ինչ է կատարում, մենք ինչ որ ասանք, չէ որ մենք այդ ժողովուրդն ենք, ինչի։
Մենք գալիս ենք ղեկավարելու, չեն գալիս իշխանություն վերցնելու։ Իշխանների դարաշրջանը հուսով եմ կավարտվի շուտով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատվել է կալանքից։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է թեմի առաջնորդի կալանքը վերացնել եւ որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը, հայտնել է նրա պաշտպան Արա Զորաբյանը։ 2026 թվականի հունվարի 26-ին Սրբազանի կալանքը երկարաձգվել էր 1 ամսով։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի խոչընդոտման հոդվածով։ Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ։ Ըստ կառավարության որոշման այս խումբը պետք է հագեցած լինի անձնակազմով, գույք սարքավորումով, սնունդով եւ այլն, ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու եւ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այն կարող է ներգրավել ինչպես երկրում տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ երկրից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին։ Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նման ծրագիր առողջապահության նախարարությունը առաջարկել էր նաև 2023 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հենքի վրա բժշկական կենտրոնի բուժաշխատողների եւ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների ներգրավմամբ առաջարկվել էր ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ։ Այն արագ արձագանքման կենտրոնի հետ համատեղ առաջին օգնություններ ցուցաբերելու արտակարգ իրավիճակների ժամանակ։ Ծրագրի իրականացման մասին սակայն հետագայում պարզաբանումներ չէին եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է, որ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները պետք է շարունակվեն։ Ըստ ԱՄՆ նախագահի, եթե Իրանի հետ գործարքը հնարավոր լինի, ինքն Իսրայելի վարչապետին կհասկացնի, որ դա նախընտրելի տարբերակ է։ Իսրայելի վարչապետն ԱՄՆ կատարած այցի ընթացքում պաշտոնապես դարձել է Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի անդամ։ Այս ամենին զուգահեռ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի եւ ուրանի հարստացման հարցերում։ Ռուսաստանում պաշտոնապես արգելափակվել է WhatsApp հավելվածը։ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հաստատել է այս որոշումը, նշելով, որ այն իրականացվել է Մետայի ռուսական օրենսդրությանը չենթարկվելու պատճառով։ Պեսկովը քաղաքացիներին հորդորել է անցնել ռուսական պետական Max Messenger-ին, այն անվանելով հասանելի այլընտրանք եւ զարգացող ազգային հարթակ։ Մինչև իշխանությունները պնդում են, որ նոր Messenger-ը պարզեցնում է մարդկանց կյանքը, քննադատները զգուշացնում են, որ Max-ը կարող է օգտագործվել որպես տեսական գործիք օգտատերերին հետևելու համար։ Արգելափակման արդյունքում WhatsApp-ը Ռուսաստանում այժմ հասանելի է միայն VPN-ի միջոցով։ Մետայի ներկայացուցիչները շեշտում են, որ ավելի քան 100 միլիոն օգտատեր չի կարողանում անգամ հեռացնել իր հաշիվը, ինչի արդյունքում հնարավոր է Edge-ի անվտանգության մակարդակի թուլացում։ Չօգտագործվող հաշիվները հաքերները կարող են հեշտությամբ կոտրել եւ հասանելիություն ստանալ անձնական տվյալներին։ Արգենտինայի կոնգրեսի շենքի դիմաց բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ են կիրառել, իսկ մասնակիցները քարեր նետել։ Արմիությունների հազարավոր աշխատակիցներ բողոքում են նախագահ Խավիեր Միլեի թույլտված աշխատանքային բարեփոխումների դեմ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախապատրաստում է դստերը, որպես իր իրավահաջորդի ներկայացնել հանրությանը։ Ջուեն, որը ենթադրաբար դեռահաս է, 12-ից 14 տարեկան, ավելի հաճախ է հայտնվում տեղական լրատվամիջոցներում տարբեր միջոցառումների, այդ թվում զենքի նախագծերի ստուգումների ժամանակ հորն ուղեկցելիս։ Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունը հայտնել է, որ հանրային միջոցառումների ժամանակ Ջուեյի ստանձնած դերը ցույց է տալիս, որ նա սկսել է իր ներդրումն ունենալ քաղաքականության մեջ եւ որ նրան վերաբերվում են որպես երկրի փաստացի երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյա։